Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Happy New Year, Happy New Year։ Ապրես լավ ես երգում։ Ճիշտ է, սա տանգոյի երգ չէր ընդհանրապես, բայց նոր տարին շատ մոտ է։ Եթերում է։ Այսօր շաբաթ օր է եւ դուք դիտում եք Քաղցր շաբաթ հաղորդումը ձեր հետ է։ Լիկան եւ Բոնին։ Սիրելիներ, այսօր բոլորիս մոտ հրաշալի տրամադրություն է, մենք պատրաստելու ենք հեշտ թեթև, չեմ ասի առայժմ դեռ ինչ, որպեսզի ձեր հոգսը ավելի թեթև լինի եւ դուք ունենաք հետաքրքիր նոր քաղցր աղանդեր ձեր սեղանին։ Այո, որ գան ձեր տուն, ասեք սրանից փորձեք, ոչ միտեղ հաստատ չեք երել, ասեն չեք երել եք, ասեք հաստատ չեք երել։ Որովհետեւ քաղցր շաբաթը նայում են բոլորն էլ կերել են։ Այո։ Բա Այսպես թե այնպես բոլորը կերել են։ Իսկ ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք, իհարկե ամանորին ինչ են պատրաստում, մսով։ Մսով բուդ։ Չէ, մսով բուդ չէ, բուդ արդեն միսա։ Մսով տոլմա, մսով ճաշ։ Հետո ճաշ չեն ուտում նոր։ Բլինչի։ Ապրես, բայց քաղցր բլինչիկ։ Առանց միս։ Քաղցր բլինչիկ։ Այո, շոկոլադե քաղցր բլինչիկ, սկսեցինք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ուրեմն Լիկա ջան, դու ասացիր, որ պատրաստելու ենք քաղցր բլինչիկ։ Ինչ է նշանակում եւ ինչ ենք օգտագործելու այսօր։ Այսօր մենք օգտագործելու ենք ալյուր, կարակ, հալեցրած ձու, շաքարավազ, կակաո, պեչենի, բլիթ։ Ահա։ Ալյուր, ասել եմ, կակաոն ասել եմ եւ միլկին կաթ։ Եվ իհարկե մառանիկի վանիլինը եւ մնացած բաղադրիչները, աղը եւ կրեմի համար մենք օգտագործելու ենք սերուցք, խտացած կաթ եփած եւ պոպոկ։ Ես պոպոկով ցանկացած խմորեղեն շատ եմ սիրում։ Ես էլ։ Գնացինք։ Սկսեցինք, ինչ ենք անում։ Ուրեմն սկզբից ձուն կոտրում ենք շաքարավազի հետ, թեթև խառնում ենք կամ կարող ենք սկսել 4 բաղադրիչներից։ Ինչպես կուզես։ Ես արի ձուն կոտրեմ ու ձուն կոտրի շաքարավազի հետ հարի թեթև ձեռքով։ Բա դու ինչ անես։ Ես կթելադրեմ դու ինչ անես, քանի որ Դե տենց չեղավ։ Ինչի չեղավ։ Միշտ տենց է լինում։ Միշտ այդպես պիտի լինի, որովհետև ես հրուշակագործ եմ, իսկ դու հրաշագործ ես։ Լավ էլ մի ոգևորվի։ Խի։ Ասես որ չոգևորվեմ։ Լավ բան ես ասում, հետո ասես մի ոգևորվի։ Դե որտեվ անգամից նարցիսիզմ է սկսվում քեզ մոտ։ Հա, բա քո ասած բառերը ստիպեց, որ նարցիսիզմ սկսի մոտ։ Հա չէ, նարցիսից հետո ցնչի ստացվում։ Նարցիսիզմ։ Բլինչիկը հայերեն ինչպես է։ Փքաբլիթ։ Չէ, փքաբլիթը ուրիշ բան է։ Քթաբլիթ։ Հա։ Հա։ Ճիշտ է։ Միտար է սխալ։ Նրբաբլիթ։ Նրբաբլիթ։ Նուրբ է։ Քեսպես։ Ու քո թխած խմորեղենների։ Ահա։ Ինպես եւ իմ թխած խմորեղենների։ Քանի որ այսօր նոր տարի է, շուտով նոր տարի։ Սա ինձ լավ բաներ ես ասելու։ Այո։ Բայց ոչ միայն ինչի, ես միշտ էլ լավ բաներ ասում եմ քեզ։ Հա, բայց ես հիշում եմ, դու մի անգամ ինձ ասացիր, որ ես անտաղանդ հումոր, չէ, տախտակ, չէ, դե էսպե հումոր ունեմ։ Հաստախտակի հումոր։ Դա վատ բան չի։ Դա իրականությունն է, որի հետ պիտի համակերպվես դու։ Իսկ ինչի էին ինձ ասում։ Այլիկա ջան, ինչ հումոր ունես։ Շոպլիկանում էին։ Ինչի համար։ Որ չգիտեմ։ Ինչի։ Որ իրենց դուր գաս դու։ Օրինակ, որ Ես իրենց դուր գամ։ Ձրի խմորեղեն տաս։ Չէ։ Չէ։ Հա, այսինքն ասեցիք, Այլիկա ջան, լավ հումոր ունես, ես էլ պիտի ասեմ, արի ես քեզ խմորեղեն տա։ Հա, այս քեզ ասեցի դու ինձ խմորեղեն տվեցի, այս ամբողջ խմորեղեն։ Ամբողջը լցրու։ Ահա։ Մի փոքր։ Աղ, էլի աղ, ես Անպայման մառանիկի աղ։ Ես չգիտեի որ քաղցրի մեջ, խմորեղենների մեջ Անպայման առանց աղ, առանց վանիլ, այն էլ մառանիկի անհնարին է։ Հա։ Իսկ ինչքան եմ խառնելու։ Ոյ, մի րոպե, ինչ են ինձ հուշում։ Ախ, մեզ մոռացել էի, զանգեց։ Ով։ Ամանդան։ Նոր տարի չի անում, չեմ հասկանում Ամանդան։ Ողջույն Ամանդա։ Բարև Լիկա ջան, Բոնի ջան։ Բլինչիկի շերտերն էի պատրաստում, լսեցի մառանիկի մասին, իսկույն միացա ձեզ։ Ո՞նց եք։ Մենք լավ ենք, հրաշալի ենք։ Դու ո՞նց ես։ Ես տանջված Լիկայի ձեռքերում։ Կատակում եմ։ Քանի որ շուտով նոր տարի է, շատ լավ ենք բոլորս։ Այո, շուտով նոր տարի է, եւ գիտեք ինչ եմ ուզում մաղթել։ Թող մեզ հայերիս համար բարեհաջող, երջանիկ եւ ուրախ անցնի ոչ միայն ամանորը, այլև ամեն օրը։
Դե դուք շարունակեք աշխատել, իսկ ես կխոսեմ իմ սիրելի Մարանիկի մասին։ Մարանիկն առաջարկում է ծավալերենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այլ թվում մեր բոլորի շատ սիրելի զիփ հավաքածուն։ Զիփ հականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաեւ ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց հանն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շնորհակալություն Տիկին Ամանդա, ձեր նոր տարին նույնպես շնորհավոր երջանիկ տարի լինի։ Մենք ձեզ սիրում ենք, կսպասենք համեղ կիրակի օրվան, որպեսզի միանանք մենք։ Շնորհակալություն։ Իսկ քեզ Ամանդան համով է պատրաստում։ Դե քանի որ մեզ հետևում է, անդադար հետևում է եւ մեր մշտական հետևորդներից է, բնականաբար համեղ է պատրաստում եւ քանի որ Ամանդան, Տիկին Ամանդան մեզ այսքան երկար հետևում է, մեր հետևորդները, ովքեր միշտ մինչև վերջ նայում են, հնարավորություն կունենան իրենց կարծիքը, ցանկությունը, ինչ-որ մի խորհուրդ տալ, այսպես ինչպես Տիկին Ամանդան է տալիս, մենք ձեզ մոտ կուղարկենք կամերա, դուք կասեք ինչ-որ մի հետաքրքիր բան եւ մենք ձեզ հետ էլ կշփվենք, չէ՞։ Միգուցե։ Լավ միտք է։ Լավ է։ Շատ լավ է։ Հիմա ուրեմն պետք է այնպես ավելացնես այս բաղադրիչները։ Արի ալյուրով, ասում եմ ալյուրով, արի մաղով։ Ես քեզ փոքրիկ մաղ տամ, որովհետև մեծ մաղը մենք հետ օգտագործելու ենք։ Այս փոքր մաղով ալյուրը պետք է անցկացնեմ։ Այո, փոքր մաղով անցկացնում ես։ Նորմալ է, այդպես է։ Կամ նայի տարբերակ։ Սենց։ Քալի պես վերցնում ես։ Էլի դու դժվար գործերը տվել ես։ Ինձ ոնց միշտ ես բողոքելու եմ։ Արի գիտես ինչ անենք, արի ես շրջվեմ գործեմ անում, դու ամբողջը լցրու մեջը, միևնույն է մաղելու ենք։ Գնացինք։ Լցրու։ Իբր չես տնում։ Ժողովուրդ ջան, ես մաղեցի։ Ահա, բրես հրաշալի ստացվեց, նույնը կարող ես կակաոն մաղել, քանի որ կակաոն Մարանիկ է, կարող ես հենց այսպես էլ լցնել է։ Ահա, վերջ։ Ինչ ենք ընկել այս կողմում։ Ժողովուրդ ջան, նոր տարի արագ պիտի սարքենք։ Հյուրեր կան, բան կան։ Իսկ դու ինձ կպատմես քո երազանքի մասին, որը պատրաստել ես գրել Ձմեռ պապիկին։ Գրել ես։ Այո։ Լուրջ։ Գրել եմ, ուղարկել եմ։ Ահա։ Պատասխանել է։ Մեյլով։ Այո։ Գրելա պատասխանել է, ասել է Բոնի ջան, ես հրապարակի Ձմեռ պապիկ եմ, չեմ կարող կատարեմ քո ուզածները։ Իսկական Ձմեռ պապիկին պիտի գրես, իսկական Ձմեռ պապիկն է, ապրում է Լապլանդիայում։ Հա, հետո ինչ։ Հա, հետո ասի հավես չկա Լապլանդիան ամեն ուղարկելու բան, ասի ավելի լավ է ես ինքս իմ ցանկությունները կատարեմ։ Այդ չեղավ Ձմեռ պապիկին ինչ որ մի բան ուզեցիր, Ձմեռ պապիկներ քեզ ուղարկեց։ Ես գիտեմ քեզ ով կուղարկի, լավ նվեր։ Ով, դու։ Ոչ, Միլկին։ Ով, էլի լավ է։ Մեզ զանգում են։ Էլի զանգում են։ Այո։ Պամելա, ողջույն։ Բարև իմ սիրելի Լիկա եւ Բոնի։ Ինչպե՞ս եք։ Մենք միշտ լավ ենք։ Դու ոնց ես։ Լավ, շատ լավ։ Ձեզ որ տեսնում ենք, ամաչիմա։ ձեր հետ որ դուքով եմ խոսում, այդ ուղակիչի, ձեզ հետ որ տենում ենք, միշտ լավ ենք։ Այո։ Ինչպես տեսնում եմ, ձեզ մոտ նախաամանորյա ուրախ տրամադրություն է։ Հապա մի ասեք, ինչով եք այսօր մեզ զարմացնելու։ Մեկ օր մնաց ամանորին, մենք քանի որ ներկա պահին քաղցր շաբաթն ենք, ինչ անում։ Այսօր քաղցր նրբաբլիթներ ենք պատրաստում։ Այո, քանի որ քաղցր շաբաթն է, մենք պատրաստում ենք քաղցր բլինչիկներ ամանորի համար։ Փորձեք Միլկինի կաթով եւ կտեսնեք, թե ինչ համեղ են նրբաբլիթները։ Դե դուք շարունակեք, իսկ ես խոսեմ իմ սիրելի Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք, հայկական արտադրանք առանց կոնսերվանտների եւ գլյուտենի, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը, տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում են ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Շնորհակալություն Տիկին Պամելա, կհանդիպենք վաղը։
Համեղ Կիրակի հաղորդման ընթացքում։ Իսկ սա որ այսինքն սա լինում, ես ինչ պետք է անեմ սա։ Ինչ ենք անում։ Կաթիկով, կամած, լավ հարի, մի քիչ որ ամբողջը միասեռ լինի։ Իսկ դու Ուժեղ չէ։ Իսկ դու ամանորին շատ հյուրեր ես ունենում։ Ես առասարակ ամանորին հյուրեր չեմ ունենում։ Մենք հրավիրում ենք մեր ընտանիքի անդամներին սեղանի շուրջ։ Ժամը 12-ին, երբ որ արարողությունը ավարտվում է, ես գնում եմ Սենյակ։ Այո։ Ու քնում ես։ Հա, բա ինչ։ Ես արդեն էլ տարիքում չեմ։ Ոնց։ Հա։ Իսկ եթե լուրջ։ Իսկ եթե լուրջ գնում եմ, ունեմ բարեկամներ, գնում եմ իրենց տուն, գիշերը ոտքով, մանգալով երեխայի հետ, իմ շնորհավորում ենք իր տատիկին, պապիկին եւ վերադառնում ենք տուն եւ էլի նույն դիրքը հորիզոնական կամած Ինչքան կա պետք է լսել։ Կամած որպեսզի բացվի գնդիկներ չլինեն։ Իսկ որ մարդիկ գիտեն, որ դու հրաշալի խմորեղեններ ես պատրաստում, հյուր չեն գալիս շատ, որ ասեն առաջինը պետք է գնանք լիկայից տուն, մի հատ այն համով մի կադոն օրինակ ուտեն։ Օրինակ տես, այդ մարդիկ ովքեր ասում են գնանք լիկայից տուն, իրանք ուրեմն ինձ հարազատ մարդիկ են, իսկ իմ բոլոր հարազատ մարդիկ ամանորը ունեն իրեն սեղանին դրված իմ թխած խմորեղենները։ Օ, դու բոլորի համար պատրաստում ուղարկում ես ամանորին։ Նույնիսկ ես ունեմ իմ սիրելի ռեժիսորը Արմեն Խանդիկյանը, ում ամբողջ կյանքում բացված օրվանից ամանորին անպայման ուղարկել եմ խմորեղեն, ունեմ ուսուցչուհիներ երեխայի, որ պարտադիր ուղարկում եմ։ Իսկ ես այդ ցանկում կամ արդեն։ Արդեն դու այդ ցանկում կաս, քո հասցեն։ Այո, վաղը նոր տարվա խմորեղենի։ Իսկ դու մենակ ես քո նոր տարին սեղանի շուրջ, նույնիսկ գնալու ես ուր։ Տանն եմ անելու, գալու են իմ եղբայրները։ 4 եղբայրներ, 4 եղբայրներով։ Մամաս, մաման Ամերիկայից գալիս է։ Եկել արդեն։ Եկել է։ Հետո Հետո եղբայրներս են գալի իր երեխաների հետ։ Նվերներ են ցալել երեխան։ Կանայք։ Նու, դե բնականաբար, ընտանիքներով։ Եղբայրներս են գալիս ընտանիքներով։ Ահա։ Մեր տանը դիմավորում ենք նոր տարին բոլորով։ Երեխաներին նվերներ ենք տալիս, նու ոչ միայն երեխաներին, հիմնականում բոլորին նվեր եմ տալիս ես։ Շատ լավ։ Լավ թանկ անստում քեզ վրա նոր տարին։ Հա, իրականում հա։ Ինձ վրա էլ։ Ամբողջ արդեն կարող ես առնել։ Բայց եթե դու ինձ խմորեղեն ես ուղարկելու այս նոր տարվան, բա ես քեզ ինչ ուղարկեմ։ Դու ինձ ոչինչ մի ուղարկի, որովհետև այսօր մենք ինչ թխելու ենք, դու տանելու ես տուն։ Չէ, բա ես քո լավության տակից ոնց դուրս գամ։ Ծաղիկներ սիրում ես դու։ Չէ, ամանորին ծաղիկներ չեմ սիրում։ Ծաղիկներ սիրում եմ, բայց ամանորին ծաղիկներ չեն նվիրում։ Իսկ ամանորին ինչ ես սիրում։ Ամանորին սիրում եմ Bentley ավտոմեքենա, սիրում եմ նոր տուն, նորակառույց, մեկ հարկանի, որ մենք այստեղ կանգնած ենք ու այս հաղորդումն ենք նկարում։ Ըստ քեզ ես Bentley հնարավորություն ունեմ, որ քեզ չունես։ Ես էլ չունեմ, համար երազում եմ, դու հարցում ես, ես էլ պատասխանում եմ իմ երազանքները։ Իսկ նենց բան, որը որ ես կարամ։ Bentley, դու կարաս։ Սա մոտիվացնող տեքստ է իրականում։ Մոտիվացնում ես դու ինձ։ Բայց եթե ես Bentley փող հավաքեմ, հանուն ինչի պիտի ես քեզ Bentley առնեմ, այլ ոչ թե ինձ։ Եթե ես $10,000 մեքենա ծախում։ Լավություն անես։ Այդ լավություն չէ, դա արդեն ճակատագրային նվեր է։ Լսի, ես քեզ լավությունը, գիտես որն է։ Լավությունը, որ տաքսիով ճանապարհ եմ քեզ։ Կամ ասենց ավտոբուս նստես, ես մեջ լինեմ, ասենք Bentley գնես եւ նվիրես, մի հատ փոքրիկ խաղալի։ Լավություն է ավտոբուս։ Bentley նվիրելը ըստ լիկայ դա ուղղակի լավություն է, դա լավություն չի։ Դա Սիրելի ձմեր պապիկ, խնդրում եմ քեզ, այնպես արա, որ բոնին այնպիսի հնարավորություն ունենա, որ ինձ համար պարզապես ձեռքի հետ թեթև մի հատ Bentley նվիրի, թեկուզ խաղալիք։ Կարամ գրկեմ քեզ։ Հո կյանք։ Ես ինչ լավ բան ասել։ Այո, որովհետև պետք է երազել, լուրջ եմ ասում, պետք է երազել, մանավանդ այսօր հրաշքներ կատարվելու օր է, վաղը մեզ մոտ լինելու է հրաշքների ի կատարածման օրը, ինչ բառեր եմ ասում, եւ երբ որ դու հավատում ես, երբ որ դու հաստատ գիտես, որ կարող ես անել, կստացվի։ Հա? 100%։ Ինձ դուրա գալի, որ դու վստահես ին վրա։ Ես որ դու ասում ես բոնի կարա։ Լավ, բոնի, լավ, կոմպլեքսների Չէ, կոմպլեքսների չէ, ես ուղղակի իմ հնարավորությունները մի քիչ ավելի ռեալ եմ նայում, իսկ դու ոնց որ ավելի լավ ես տեսնում։
Որովհետեւ ես լավատես եմ եւ իմ լավատեսության արդյունքում հասել եմ հաջողության։ Ես եմ լավատես իրականում, ես չի որ։ Դու ես լավատես։ Այո, բայց ոնց որ մեզնից շատ ենք խոսում։ Արի հասկանանք ինչ անենք այս զանգվածը, որ ես այսքան խառնում եմ 8 ժամա։ Հիմա մենք սա պետք է մաղով անցկացնել, իմիջիալուց ես Մաղով։ Հա։ Բայց ես քեզ մի բան ասեմ։ Ես օրինակ շատ Bentley քշողներ գիտեմ, որ stand-up չեն կարող անել եւ կերազեն։ Հա, բայց իրենց ինչին է պետք stand-up-ը ընդհանրապես։ Ինքը կարագա իմ stand-up-ի ամբողջ տոմսերը առնի, մենակով նստի խնդա։ Հա, ու ինչ։ Ինչու։ Ինքը ունի Բայց որն է լավ, ունենաս կյանք, ունենաս բեմ, ունենաս stand-up բեմադրելու հնարավորություն։ Հա։ Թե Չէ, եթե մենակ Bentley ունենաս, բայց լինես։ ոչ մեկ չունենաս անկապ նստած։ Բայց եթե Bentley ունենաս, արդեն պետք է sense փորը տաճացնես ու նստես ու էլ գործ չես ունենալու անելու։ Իսկ լավ է որ դու չունես, որովհետև ձգտում պիտի ունենաս, այ որ դու ձգտում ունենաս Bentley ունենալու, քո կյանքը ավելի հետաքրքիր կլինի, թեկուզ եթե դու չունենաս։ Ձգտումը կլինի։ Դրանց լավ բան կա։ Ճիշտ է, շատ ճիշտ ես ասում։ Վերջացավ։ Իսկ սա ինչ ենք անում, ահա։ Ահա, ամբողջությամբ։ Լավ է։ Անցկացնենք։ Պաստորեն Հայաստանում դերասանները, ստենդարտիստները, ստենդապ-արտիստները, ստենդապերները, ռոկերները, բրոկերները, էլ ինչ կա։ Դժվար են։ Չգիտեմ ինչ ես ուզում ասես։ Դժվար են ապրում։ Դժվար են ապրում։ Չէ։ Նայած ով բոլորի կյանքը իհարկե ես չգիտեմ։ Բայց եթե լավն ես, չէ, իսկ այս ինչ ենք անում։ Թող մնա խառնի, խառնի։ Եթե լավն ես, դժվար թե։ Ոչ մեկին պետք չես։ Այո, եթե լավն ես, ոչ մեկին պետք չես։ Եթե վատն ես, բոլորին պետք ես։ Տխուր տեքստ է իրականում լիկայի ասածը, եթե լավն ես, ոչ մեկին պետք չէ։ Ես ռեալիստ եմ, խոսում եմ այն, ինչ տեսել Ռեալիստ եմ։ է բարսիստ։ Ես օրինակ ռեալիստ եմ, Ռեալ Մադրիդ եմ սիրում։ Ես ռեալիստ եմ, բայց Ռեալ Մադրիդ սիրում եմ, բայց ռեալիստ եմ։ Եվ իմ 750 տարիների ընթացքում փորձս հուշում է, որ ես ճիշտ եմ ասում։ Հա։ Այսինքն այս կյանքում պետք չի տենց բարի լինել, լավը լինել, հա։ Միայն եւ միայն քո հարազատների եւ քո ընտանիքի համար եւ քո հետևորդների համար եւ բոլոր նրանց համար, ովքեր մեզ դիտում են։ Իսկ եթե մի հատ տատիկ սենց ուզում է փողոց անցնի, ոչ ճանաչում ես, ոչ հայա, ու տենում ես ընկնում է մեքենայի տակ։ Ոյ աստվածչանի։ Կօգնես։ Հա։ Ուրեմն բարի մարդ ես, Չէ, օգնելու հետ կապված դրա մասին խոսք չկա։ Միշտ է պետք օգնել, դա կապ չունի։ Տատիկը կախարդ է, թե տատիկը լավն է, կապ չունի։ Բոլորին հարկավոր է օգնել։ Հիմա ինչ ենք անելու։ Առաջին նրբաբլիթը։ Հա, վերջ արդեն բլիթն ենք պատրաստում։ Ահա, գնացինք։ Իսկ ուր ենք դնելու։ Միտեղ կդնենք։ Առաջին նրբաբլիթը հնարավոր է չհաջողի, մի քիչ հաստ ենք անում, տեսնում ես։ Ես միշտ առաջինն Կացիր հաստությունը։ Ուտու ժամանակ։ Բայց մեզ մոտ ոնց որ կստացվի առաջինը։ Հիմա սպասում ենք մինչև տխվի, հետո կշրջենք, հիմա կբերեմ ես քեզ համար ափսեներ, որտեղ դու կշարես կամ կարելի է պարզապես այս տախտակի վրա։ Իսկ մատերով ենք վերցնում շրջենք, հա։ Ես քեզ կսովորացնեմ։ Գնացինք, բայց ես չեմ կանան ընդհանրապես ինձ թվում է, դու պիտի բոլորը դու անես։ Չէ, ես առաջինը կանեմ, դու կտեսնես, հետո արդեն կկրկնես։ Լավ։ Ստեղ մաքրենք, որպեսզի մենք շոկոլադ չունենք։ Գիտես, բայց արի գիտես ինչ անենք։ Մինչև բլիթը թխվի կամ պատմի։ Չէ, մի արա, իմաստ չունի։ Սպասի։ Տեսինք իրան լինում է։ Դու մանր կտրատում ես Ընկույզը։ եւ ընկույզը եւ 1 2 3 4 5 6 7 8 9 10.5 հատ։ Իսկ ես մեջիներն էլ Մեջիներ կրեմախառը կտրատում ես։ Կտրատում ես նաև հետո ընկույզը, իսկ հետո մենք արդեն կպատրաստենք կրեմը այսպես արագ եւ Ես քեզ չեմ ասել, բայց նորմալ է, ոնց ուզում ես կտրել, կարող ես ձեռքերով կոտրել։ Չէ, ձեռքերով չէ։ Բացեցիր դու։ Հա։ Հա։ Բայց իզուր երևի կարա ինձ։ Արի ես քեզ մեծ դանակ տամ։ Ճիշտ է։ Որպեսզի ավելի արագ կարող ես չբացել, հենց այդպես էլ կտրի։ Ուրեմն ես քեզ չեմ ասել, բայց իմ մյուս եղբայրը, ես ինչպես որ ես ունեի 3 եղբայր։ Դու խոշոր, մի քիչ խոշոր կտր։ Շատ մի մոռացի որ ես հորոսկոպով կույս եմ, ուզում եմ շատ Միայն դու չես հորոսկոպով կույս, այստեղ հորոսկոպով կույս նաև ես եմ։
Ահա։ Իմ մյուս եղբայրը, ինձ մեծ եղբայրը, մասնագիտությամբ հենց խոհարար է։ Լուրջ։ Այո։ Դե մենք մի օր իրեն կհրավիրենք մեզ մոտ։ Չեմ կարող ասեմ որտեղ աշխատում, որովհետև գովազդ կլինի։ Ահա։ Ու ինձ կտրատել էր սովորացրել մի անգամ, բայց ես հիմա չեմ կամ տենց կտրեմ։ Իսկ ես սովորել եմ, քանի որ ես խոհարարների հետ սկսել եմ աշխատել, սովորել եմ կտրատելու տարբերակը, երբ որ հմտանամ, ես քեզ կսովորեցնեմ։ Okay, ես մի հատ ձև գիտեմ, բայց դա պեչենին չէ, դա կանաչին։ Սենց որ այսինքն։ Հա, բայց տենց շատ մանր, լավ։ Մի մանրացի։ Նայ։ Մի մանրացրու։ Չէ, չհասկացա։ Մի մանրացրու, ոչ թե մի մանրացի։ Հա, դա է ուզում ասել։ Նայ, բոնի, նայ։ Ուշադրություն։ Ահա։ Օպա։ Հա։ Շատ լավն է։ Բայց պետք չի հակառակ կողմը շատ թխել, որովհետև մեզ պետք է փափլիկ, բլիթ։ Եվ այսպես շարունակում ենք մնացած խմորի հետ հաստոտ։ Այ այսպես։ Pancake երևի։ Պրես։ Դե պատմի լավ։ Ինչ պատմում, ինչա քեզ հետաքրքիր։ Այ, Ինչ եղավ։ արագը մոռացա։ Որտեղ պիտի լցնեմ։ Այստեղ մի քիչ։ Լցրու։ Մի քիչ վերջում, երբ որ խմորը պատրաստ է, այս երկու հատինը, որ արդեն թխել եմ, չեմ լցնում։ Յուղը լցնում ենք, այս բոնին այնքան խոսացրեց։ Իսկ ընկույզն է սրա հետ մանրացնեմ, թե առանձնացնեմ։ Միասին խառնի, ամբողջը լցնելու ենք կրեմի վրա։ Շատ լավ ես կտրում, ես քեզ կարող եմ հենց ընկույզ կտրելու դանակ տալ։ Դուր։ Օպա, ես ավելի լավ։ Ես բայց լավ էլ մատ կկտրի, գիտես։ Մատերը Բայց ես չեմ ուզում նոր տարուց առաջ մատս կտրած լինեմ։ Ինչ ես անելու։ Ուդ ես սեփելու, ինչ պիտի պատրաստես։ Նվագելու եմ մատը։ Գալու են քոտուն հյուր, քո բարեկամները, քո հարազատները։ Ինչ եք ուտելու։ Ստանդարտ։ Ստանդարտ եք ուտելու։ Այո։ Ես ստանդարտ չեմ կերել։ Խոզի բուտ, բան, տենց բաներ, զեյնիկ, բան։ Ճաշատեսակի։ Ու մամայի սարքած խմորեղենները եւ մեկ էլ լիկայի պատրաստած խմորեղենները, որ ուղարկելու է ինձ։ Ահա, քո հասցեն չմոռանաս ինձ ուղարկել, որովհետեւ եթե հանկարծ մոռանաս, ես քեզ չեմ գտնելու այս մեծ քաղաքում։ Ինձ գտնելը դժվար չի իրականում։ Լավ, Կզանգեմ։ կզանգեմ։ Հարցնես, ասես բոնի։ Ես ու դու ընդհանուր ինչ ծանոթ ունենք։ Ոնց ընդհանուր ինչ ծանոթ ունենք։ Մի ամիսա իրար հետ հաղորդում ենք անում։ Դրանից ավելի լավ ծանոթ։ Մարտիկ չերեզը հայերեն ո՞նց է։ Չերես։ Չերեզ մեզ կարան ծանոթանան։ Այսինքն մենք արդեն ծանոթ ենք։ Արդեն ծանոթ ենք, լավ։ Միջոցով։ Միջոց։ Միջոցով։ Ինձ հուշեցին։ Դες դու քեզ հուշեցին, իսկ ինչ չկա հուշարար որ հուշի։ Իսկ ինձ հուշում են։ Բոնի։ Երբ որ քեզ լավ էլի մի արա։ Հապեցի։ Ես ուզում եմ տենայ դու ինչքան հոգատար ես իմանալ։ Չէ, ես շատ հոգատար եմ բոլորի հանդեպ։ Բոնի։ Դու քայլում ես փողոցով։ Այդ իրական պատմությունն է թե օրինակ։ Չէ, օրինակ։ Դու քայլում ես փողոցով եւ քեզ տեսնում են մարդիկ։ Ինչ են ասում։ Նայած ինչ տարիքի է տեսնողը։ Հետաքրքիր է։ Պատմի։ Մեծ մարդիկ հիմնականում շատ երկար են ասում, որ ինձ շատ են սիրում։ Երիտասարդները նկարվում են ու գնում են։ Այսինքն այդքան շատ չեն գովում ինձ, ասում են նայում են քեզ շատ ենք սիրում, իսկ տատիկները, պապիկները ինձ շատ են գովում։ Կարելի ասել ես տատիկների, պապիկների ինչն եմ։ Ինչն են։ Թորնիկը։ Թորնիկը։ Բոլոր տատի, պապիների թորնիկն եմ։ Դու իմ թորնիկն ես, վայ, դու իմ թորնիկն ես։ Իսկ եղելա որ ասեն, վայ, բոնին։ Մի հատ շատ ծիծաղալու դեպք պատմեմ։ Ահա։ Մի օր Աբովյան փողոցով քայլում ենք։ Մետան մոտով ես անցել հետո։ Այո։ Ահա։ Տես քո տանտեղը ասեցիր որտեղ է, իսկ մենք չէ։ Նայ, ասես քայլում ենք Աբովյան փողոցով, Կինո Մոսկվայի մոտ։ Հա։ Ու Մետան մոտով էլի։ հա, ու սենց մի տղա մի աղջկա է խփում։
Այո, Լուրջ։ խփում է։ Ու ես ունկերս մոտիկանում ենք, ասում ենք ապուշ ոչես, ինչ ես աղջիկը վրա ձեր բարձրացնում, ես աղջիկն է սենց լացում է, սենց այս տողն ասում ենք դու ապուշ ես, ինչ ես խփում ապել, որովհետեւ սենց պարսկա հայ է ինչ որ սենց խփողը։ Այբեր ասում է հայ եմ, բայց հայ բաց է խոսում։ Ու սենց մենք կանգնած այս տող հետ խոսում ենք, այս լացող աղջիկը սենց ամ։ Բայ բոնի։ Լավ։ Դա իրական պատմություն է, իմ ընկերոջս հետ է եղել։ Դաժան է իհարկե սկիզբը, բայց Այո։ Բայց happy end էր։ happy end էր, հա։ Ես ընդամենը 30 րոպե չկա երևի որ գործ եմ անում ես ամանորի հետ կապված։ Ես զարմանում եմ մեր մամաները ոնց են։ Այդ ամբողջ այդքան անում։ Ես ասենք ընդամենը պոպոկ ու պեչենի եմ կտրտել, արդեն ձանձրացա, արդեն հոգնեցի ես։ Ուզում եմ գնամ Եգիպտոս հանգստանալու։ Մեր մամաները ինչ լուրջ էլի։ Ամեն ինչ հասցնում են։ Իրոք, մալադես ձեզ։ Իմիջայլուց, այո, կանայք եւ երեխա են պահում եւ ամեն ինչ հասցնում են եւ ճաշեր են պատրաստում եւ Հայ մայրեր, բրավո, լուրջ։ Դուք միած ձեր նմանը չկա, այո։ Այո։ Ոչ մի երկրում հայ մամաների պես չեն։ Հա, հա։ Եվ տատիկների։ Այո։ Ինչ բարի է, չէ՞, այսօր որ նոր տարի է շուտով։ Մենք ինչ որ Ինչն է բարի։ ինչն է բարի։ Հա։ Տրամադրությունը։ Տենց չի, թե դու բարի չես Ես միշտ բարի եմ, բոնի։ Ես միշտ լավ եմ, ես միշտ բարի եմ։ Չէ, այսօր ավելի բան ենք։ Դու օրինակ եղել է ինձ ինչ որ sense ագրեսիա ցուցաբերես, բան ինչ որ։ Ես։ Հա։ Ագրեսիա։ Ես ուղղակի չի ասում։ Բա, դու ինձ նեղացրել ես։ Պահերը։ Ես եմ մոնտաժել իմ հիշողությունից։ Ես չգիտեի, որ դու սպարտանքներ կարող ես ցուցաբերել։ Չէ, իրականում կատակ եմ անում, ոչ մի բան չեմ հիշում, ինչ ես ասել։ Ագրեսիա, այնելի ով ես ագրեսիա։ Կատակ եմ։ Ենել է ով է ագրեսիա։ Այդ ինձ ասիր ագրեսիա ու դանակով խփեի։ Հա հիմա ով ագրեսիայություն արեց։ Ես կատակ էի անում ընդհանրապես։ Ես ստուգում էի քո ագրեսիայի Ես աստիճանը։ նոր, հա, արի մի օր ստուգի։ Հա։ Մի օր իսկապես փորձի ինձ հունից հանել։ Լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Փորձի, մի օր դու փորձի։ Մի օր։ Ինչ որ դանակով ես ասում, Դանակով չէ, գրտնակ էր դա։ Ընդհանրապես։ Գրտնակ, ես արեցի։ Նա ինչ իդեալական է։ Շատ լավ է։ Իսկ սա ինչ ենք անելու։ Կրեմի մեջ Օ, պատկերացրեցիր։ հա։ Բայց այսինչ անում էլի։ Նա ինչ իդեալական։ Անգել եմ հավես ես էս։ Ոչինչ, լավ, թող մանր լինի։ Այդ մանրությունը մենք կարող ենք ստանալ բլենդերով, բայց քանի որ դու ինձ սիրում ես տանջել, այո, ես քեզ շատ եմ սիրում տանջել։ Լավա, մի տանջի, գործ ունես անելու, ախր։ ինչ գործ։ Դու Ստերցելը պետք է պիտի սարքես։ Հա չէ։ Դու պետք է հարես խտացրած կաթը։ Էլի հար։ Ես գիտե ես այսօր բան չեմ հարելու, այսօր գոնե։ Էլի հարես։ Լավ, հանգիստ։ Կհարեմ, բեր։ Հանգիստ։ Հարենք։ Սենց կանենք մի րոպե։ Ուղեղս հարել ես արդեն։ Դուր, ուրա։ Ագրեսիվ։ Ես կանեմ։ Լրիվ հայ ընտանիքի նման ենք։ Նոր տարվա բան է, որ կռվում են, նոր տարվա։ Ես մտնում եմ լողնամ։ Գնա։ Հելա։ Դավայ։ Ում ես պետք դու։ Պաստորմեն կտրտելու։ Պաստորմեն տարել ես կտրտելու։ Պաստորմեն տատդ կկտրի, ես պաստորմա չեմ կարա կտրեմ։ Տաղուտ ասեցի, իխեա գնաց այդ տղետ, ընկերները ծաղկաձոր։ Լավ արել։ Ոնց է լավ արել։ Որովհետև Ես այդքան աշխատում սաղորը գրեմ, ոչ աշխատում ճաշեպի։ Պապա դի գնա ման հավեսներ չունեմ ես։ Ոնց փսակվարա ես ձեր հետ։ Չոն դուր ընտանիք կլինեին։ Այսքան տենց ասում։ Դե պատկերացրեցի։ Հա, բայց մենք խաղում էինք, Հա, մենք խաղում էինք։ Եթե մենք խաղանք, որ սիրալիր ընտանիք ենք, օրինակ նայ, սիրելիս։ Ինչ ես անում։ Բլիթ եմ պատրաստում քեզ համար, իմ սեր։ Վախ։ Ջան։ Ինչ էլ գիտեր, որ այսօր բլիթ եմ ուզելու։ Ես միշտ զգում եմ, թե դու ինչ ես ուզում։ Տեսնում ես, համել սցենարներ եք տեղում հնարում։ Ոնց ուզենք։ Ոնց ուզենք։ Իսկ ինչ եմ անում սա։ Այս խտացած կաթը է, բա սիրելիս։ Կյանքս հարում ես մի լավ։ Ահա։ Ահա։ Բայց սա հարած չի։
Չէ։ Խտացած Չէ, կաթը։ մի քիչ թող բացվի, ավելի նրբանա։ Նայ արդեն քեզին սովորել եմ, որ բացերիա չտանք, որ Ապրես, ինչ Կորի աչք գնա։ ունես, դու ամեն ինչ նկատում ես։ Շատ լավ է։ Մեզ մոտ էստեղ եւս 2-3 բլիթ կպատրաստենք եւ արդեն կրեմը շատ արագ կստացվի։ Իսկ ինչ ենք լսում։ Ես էի։ Չէ, Ով էր։ չգիտեմ։ Ձյուն եկավ երևի։ Երևի, որովհետև շուտով ամանոր ինչ ենք լսնել։ Կամ ձմեր պապիկը դեռ չի երևում։ Չի Մեր երևում։ պապիկը անցավ քեզ սեն։ տանիքի վրայով եւ Ահա, եւ քեզ- ոչից ինչ որ Քեզ սենց արեց։ Հա։ Ախպերս։ լավ, Սենց արեց։ կարա տենց արածվի։ Հա։ Իսկ ինչ ենք լսնելու այստեղ։ Սա դու լավ հարում ես, իսկ սա կավելացնես, բայց արդեն կաշխատես ավելի կամ Քիչ-քիչ։ քիչ վարել, հա, հարել, Հարել։ կամ ձեռքով խառնել։ Ինձ թվում է, ես այնքան լավ եմ արդեն խմորեղ եմ պատրաստում, որ կարամ պատվերներ ընդունեմ։ Հանգիստ կարող ես պատվերներ ընդունել, ինձ էլ կզանգես, Եթե կասես, «Էս ինչ է, ինչպես անել», ես քեզ հանգիստ կասեմ։ Ամանորին եթե խմորեղենի Պատվերներ։ պակասում եք, այո, պատվերը կուզում անեք, Դու կարող ես ուզում ես քեզ Գրեք իմ թխած Instagram։ խմորեղենները ուղարկեմ ու դու դա Վաճառ։ որպես պատվեր վաճառես ու ասես դու ես արել։ գլխի ընկավ, նենց որ մոռացեք։ Լավ։ Իսկ էլի հարեմ։ Ոնց ասեր սիրելիս։ Այն հրաշալի ընտանիքն ենք։ Բայց ինչքան կդիմանանք այդպես։ Կարճ։ Հավերժ։ Հավերժ։ Հա։ Հրաշալի է սերի։ Ձունանուշի խաղացի։ Բոնիս դու հեքիաթներ սիրում ես։ Ինչ։ Հեքիաթ սիրում ես։ Հեքիաթ։ Հա, Ես հեքիաթներ կարդում եմ աղբորս երեխեքի համար։ սիրում ես, բայց Հա։ Հեքիաթ ես ուզում պատմես, քնեմ ստե։ չէ, հետաքրքիր էր ուղղակի կարդալուց, որ քո եղբոր երեխաներին կարդում ես, ինչպես ես կարդում խաղալով, կերպարների ձայներով, թե Չէ։ նետրալ։ Նետրալ, Վախենալու ձայնով։ վախենալու ձայն, ամբողջ հեքիաթը։ Գիտեմ։ Ուй, խեղճ երեխեք։ Ու հետո այդ երեխեքը սկսում են վախենալ, հա, հեքիաթներից։ Հա, Միքսերի ձայնը խանգարում են ինչ։ ասում եմ հետո երեխաները սկսում են վախենալ։ Չէ, դա կատակ է։ Դու լավ չես լսում իմ սեր։ Ոչ, սիրելիս, կտաս ես մեկը ես ինձ շրջեմ։ Իհարկե։ Այ այսպես։ Երկու կռուպ տտվեց։ Բավաց։ Գցում եմ Ուրեմն գցում ես առաջ, իհարկե։ Ահ, նորից, առաջ ու վերև, ապրես, նորից։ Խնդրեմ։ Մի հատ էլ։ մի հատ էլ, բայց Ահա։ անկումը պիտի եփվի։ Չէ, Մի հատ։ արդեն էպված է, դու պարապում ես։ Ապրես։ Շատ Իդեալական։ Իդեալական։ Տեսակ։ Ընդամենը 2 քայլ եւ ես արդեն սովոր։ Էսա լցնեմ ստեղ արդեն։ Այո։ Մենակ ինչ պրոֆեսիոնալ եմ դարձել։ Արա, գենի շրջեցի եկա մի անգամից ստեղ։ Որովհետև դու տաղանդավոր ես։ Եվ այսպես սիրելիներ, մենք ձեզ համար խաղացինք հետաքրքիր կերպարներ, տարբեր տեսակի եւ լավը եւ վատը, բայց ցանկանում ենք, որ միշտ լինի ձեր տանը դրական։ Այո, սիրելիս, այդպիսի մթնոլորտ։ Եվ հիմա մեր բլիթները արդեն պատրաստ են, մենք մի պահ կհավաքենք մեր սեղանը եւ կվերադառնանք արդեն կրեմը քսելու։ Կհանդիպենք։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։ Մենք արդեն համարյա պատրաստ ենք մեր բլինչիկները, այսպես ասած։ Իսկ ինչի է բլինչիկ, որովհետև ամանոր է 1 օրից։ Այո, եւ մենք ունենք հրաշալի տրամադրություն, որովհետեւ Քաղցր բլինչիկներ ենք ուտելու։ այո, բարակ շերտով բոնի քսում ենք, բարակ շերտով, Իսկ սա, այս ընկույզնու անպայման։ պեչենին ինչ ենք անելու։ Ընկույզն ու պեչենին, իսկ արջուկն ու նապաստակը ոնց որ ասեի։ Թողներ են։ Հա, իսկ ընկույզն ու պեչենին Ահա։ այսպես լցնելու ենք այս կողմի վրա, առայժմ լուսնաձև, տեսար։ Ահա։ Տեսար։ Ահա։ Սա
վերելու ենք այստեղ։ Հա, սեն, ես գիտեմ ամեն մեկը մի հատ է։ Չէ, այսպես հավաքում ես մինչև վերջ կրեմը, քսում ես լուսնաձև լցնում ես։ Օ, գնացինք։ Ինչ եմ անում ես։ Հա, ես Անում ես։ անում եմ։ Ահա։ Ուրա մեր, անուն ինչ է այս։ Հարթուցիչ։ Հարթուցիչ։ Հարթուցիչով հարթեցնում ենք։ Ահա։ Բայց սա ես վստահ եմ, ահա որ կներեք իհարկե արդյունքները այլանդակ համևա լինելու։ Շատ։ Ես արդեն զգում եմ դա։ Այո։ Քիչ էլ ենք լցնում ինձ թվում, հա։ Լցրու։ Ահա։ Սիրտդ ինչպես ուզի իմ թանկագին։ Վայ, անցանք մեր հրաշալի Դե ընտանիքի։ լավ է, ընտանիքը պետք է այդպեսին լինի։ Այո։ Հա։ Իհարկե։ Երազանքներ, անիմաստ։ Ավելավա Bentley երազես։ Ինչի։ Իսկ ուզեիր Որտե Bentley։ Bentley ռեալ է։ Իսկ լավ ամուսին է, այդքան է ռեալ չէ։ Ամուսին չէ, այսպիսի կին։ Ոյ, սիրելիս։ Հետո կձանձրանաս կնոջից, կասես գիժ է, ինչ ամբողջ օրը։ Ոյ, այո, այսպես բաներ անում։ Այս բա իմ ոնց պիտի լինի կին, այսինքն չես տանտունը։ Չէ, այդ կին չի, այդ արդեն մունաթով։ Իսկ մինչև այստեղ դնեմ, հա։ Կեսը կիսալուսնու պես։ Իվարկյան։ Օպա։ Շատ լավ է։ Տենում եք։ Հմտություն։ Բոնի տորտեր շուտով մանեկեք ինձ Instagram-ում։ Քո կայքի անունը ոնց էր, որ դու ունեիր կայք, որտեղից կարող ես սովորել, այո, խմորեղեն պատրաստել։ Իմը մեր կայքը Lucky Academy, ակադեմիա բառից է KTM։ Ահա, շուտով կտենաք Բոնի Academy KTM, որտեղ ես սովորացնում եմ ոնց թխեք խմորեղեն, ով որտեղ սովորացել բայց ինչ է սովորացնելու։ Այնինչ մենք բոլորս տեսնում ենք հեռուստացույցով, նույն բաներն ես պատրաստելու, կասեն, ինչ է արել, որ ինը կնայենք համեղ շաբաթը, քաղցր շաբաթը եւ նույնը կպատրաստենք։ Ոչ, ես քո այն որ մի անգամ ինձ ցույց տվեցիր է բանը։ Ինչը։ Քո ռեցեպտը հայերեն ոնց էր։ Բաղադրիչ, Բաղադրատոմսի ցուցակը որ ցույց տվեցիր, ես գողացել եմ այդ ցուցակը, դու չգիտես։ Չես կարող, որովհետև նա 7 բանալիների հետևում եւ հետո հրեշ պետք է անցնես, շատ մեծ ճանապարհ պետք է անցնես, որ դու չես կարող անցնել։ Ինչի՞ չեմ կարող։ Հնարավոր չի։ Դու ինձ ընդամենը 20 րոպե առաջ ասում էիր, որ բոնին լիքը բան է կարող, ամենակարող բոնին, Բայց իսկ իմ հիմա բաղադրությունների տետրը դու չես կարող հայթայթել եւ արտագրել, որովհետեւ ձեռագիրս այնպեսի ձեռագիր է, որ միևնույն է չես հասկանալ, չէ, հա բժիշկից վատ։ բժշկից վատ։ Բժիշկից շատ վատ։ Այսինքն քո բաղադրատոմսը վերցնեմ տանեմ տեղատուն, միգուցե կարողանա Տեղատանը կթարգմանել։ միգուցե կարողանան կարդան։ Նա ինչ իդեալական եմ անում։ Շատ։ Գոհ ես դու իմ աշխատանք։ Իսկ գործի տեղ ունես քո մոտ, որ ես գամ գործի։ Ունեմ։ Իսկ ինձ ինչքան կվճարես։ Քեզ Դու թիվը ասա դու եւ կփակենք։ ամիսը 1/4 Bentley չափ։ Գնի չափ։ Լուրջ։ Հա։ Bentley-ն $150,000 է։ $150,000-ի բաժանած 4-ի 75,000-ն է։ Չէ, 75,000-ի $150,000 բաժանած 2-ի դա $75,000-ն է։ $75,000-ն է բաժանած 2-ի, անում է 35,800։ Մոլոդից 35,800 տարին, այո, շատ լավ։ Տարին։ Հա։ Կողմ եմ։ Էլի։ Վերջ։ Այսինքն ես 4 տարում բաժանի տեսնենք ամիսը։ 4 տարում կարող եմ ձեռք բերել Բայց պիտի չուտես, չքնես, չհագնվես։ Չէ, ուրիշ տեղ էլ կաշխատեմ։ Լավ։ Այնանով կուտեմ կխմեմ։ Հա, սա կպահես։ Կոմոտի աշխատավարձով Bentley կառնեմ։ Լավ։ Ու կնվիրեմ քեզ։ Արի պաչեմ։ Տեսակ ինչ նա ու վերջինի վրա ասենց շատ դրամատիկ եղավ այս ամենը։ Այո, իսկ ես կուրախանամ եւ կասեմ, չէ, Բոնի ջան, դուք շի։ Հա, կասը։ Իսկ վերջինի վրա ելք լցնելու։ Հա։ Տեսա ինչ աչքաչափ ունես հերիքեց։ Իդեալական է, նայ։ Շատ։ Քեզ մոտ ամեն ինչ կատարյալ է ստացվում Բոնի։ Ամեն ինչ, արի ես քեզ մի քիչ ավելի արագ խառնվեմ, օգնեմ։ Լսում ենք։ Սենց ենք փաթաթելու, թե սենց ենք փաթաթելու։ Տես փաթաթելու ենք այսպես։ Ահա։ Բայց մի քիչ ծալելու ենք եզրերը։ Լավ, ես չհասկացա։ Չհասկացար։ Այստեղ արդեն ամբողջը գնաց։ Շատ չէ, որ եզրերից դուրս չգա։ Շատ լավ է։ Մի քիչ հավաքենք եզրերը, տես ինչ ենք անում։ Սա մեզ հիմա
Մենք ստվարաթղթով ենք անում, ստվարաթղթ ճիշտ։ Փայլաթիթեղ։ Փայլաթիթեղով ենք անում։ Այո, մի քիչ ծալում ենք այս եզրը։ Լավ, ընթացքում ծալելով կգանք։ Որ դուրս չգա։ Հասկացար։ Հիմա այնտեղից փաթաթելով գալիս ենք։ Իսկ ինչ չափի փաթաթելով։ Սենց։ Նեղ։ Չի ֆուլկան չես փաթաթում։ Սպասի։ Նայ։ Հատիրացրեցիր։ Ու տենց անընդհատ փաթաթելով։ Հիմա մի տեղից բռնի, որ շատ չշարժվի։ Գնացի։ Այս եզրերը չեմ տեսնում ծալված են, թե ոչ։ Հեսա տեսնենք։ Այդքան է ծալված չեմ, բայց ինձ թվում է ոչինչ։ Լավ։ Ես այնքան համովա լինելու, որ ընդհանրապես Հասանք։ ծալվելու ձևը հասանք։ Հիմա։ Ինչ լավն է։ Հիմա։ Նայ։ Փաթաթում ենք, որպեսզի սառի։ Ես դնում եմ սառցախցիկը եւ մենք 5 րոպեից կվայելենք այս հրաշքը։ Իսկ դուք դիտեք բաղադրատոմսը ձեր էկրաններին, չմոռանաք նկարել։ Ինձ շատ է, չէ՞ հասնելու սրանից։ Շատ։ Մեր քաղցր, ուրեմն բլինչիկները արդեն սառնարից բերեցինք, լիկան կտրատեց, հիմա տեսնենք համը։ Այո, տեսնենք համը։ Դուք կարող եք այս նույն բաղադրատոմսով պատրաստել կատնաշոռով, չրերով, էլի շատ համեղ կլինի, բայց այսպես աննկարագրելի համեղ է։ Ասի։ Անկեղծ շատ։ Ես ոնց ասում ես շատ համով է։ Որովհետև դու ես պատրաստել։ Միասին։ Մենք ես ուզում եմ լրիվ ուտեմ։ Այդտենց համով է, լուրջ։ Լրիվ կեր, մարսի, որովհետև հիմա մենք պետք է ինչ անենք։ Շնորհավորենք մարդկանց նոր տարին։ Այո, բոլորի նոր տարին եւ ցանկանանք։ Ես ականջողները նոր եմ նկատում։ Ինչի ես նոր նկատում։ Հաղորդումը վերջացավ, ամբողջ օրը ականջողը հագել էի, որ դու նկատես, դու նոր ես նկատում։ Լավ է ուշ, քան երբեք։ Լավ է ուշ, քան երբեք։ Տոնածառերի դեպ ինձ Ամերիկայից իմ շատ սիրելի մի մարդ է ուղարկել, իմ սիրելի տիկին Ազնիվս։ Ես շատ եմ սիրում եւ սիրում եմ բոլորիդ։ Սիրելիներ, ջան, ասա։ Մենք ուզում ենք շնորհավորենք ձեր նոր տարին։ Թող 2026 թվականը նենց քաղցր լինի, ոնց այս բլինչիկներ։ Քիչ-քիչ քաղցր էր, ոչինչ։ Շատ քաղցր է ու շատ համով։ Հա։ Այո, 26 թվական թող համով լինի, ինչպես այս բլինչիկները քաղցր։ Այո, իսկապես թող ձեր 2026 թվականը լինի շատ քաղցր տարի։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ, երջանիկ եղեք եւ միշտ շփտացեք, բոնի։ Ամենալավ բաները քեզ, ինչ որ դու քեզ ցանկանում ես, նույնը ես եմ ցանկանում։ Թող 26 թվականին դա լինի եւ լինի Bentley եւ երկուսիս համար։ Լավ ասեցի, ժողովուրդ ջան։ Եվ հետևեք Շանթի YouTube-յան ալիքը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Մենք ձեզ սպասում ենք եւ գրկում ենք։ Արի քեզ էլ գրկեմ։ Արի։ Շնորհավոր։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի